Բարի ողջույն։ Այսօր մեր իմ սիրած թեման է, հեռախոսային զանգերը կլինեն։ Դուք լսեք էլի, որտեղ այնքան մարդիկ կան լսում են կողեն։ Մի քանի հոգի ասում ուրիշի կյանքը մեզ հետաքրքիր չի, բայց հետաքրքիր է։ Հետաքրքիր է ինչքանով, որ մի քիչ էլ հումորային է, ես եմ այդպես անում, որ մի քիչ հումորային լինի, այնքանով է, որ բոլորդ մտածեք, որ եթե դուք ունեք խնդիրներ, կան մարդիկ, որ ավելի ունեն, քան դուք, ու կտեսնեք, որ դուք խնդիր չունեք։ Հիմա այդ մարդիկ, ովքեր զանգարում են, խնդիրներ ունեն։ Հետո որ ինքը լսի մյուսին կասի, վայ, չէ, իրան ավելի շատ է։ Այդպես։ Բայց մտածեք, որ ամեն ինչ այս կյանքը փորձություն է բոլորիս համար, դժվարությունները պետք է լինի, ու ասեցի էլ, որ 26 թվականը հիմա էլ եմ ասում ձեզ, ով չի լսել թող իմանա, 26 թվականը եսի իրավունքների պաշտպանության տարի է, որ զոհի և ստրկական վիճակից դուրս գալու տարի է համարվում, որտեղ մեր հայ ժողովուրդը շատ է այդպես ապրել երկար, շատ երկար տարիներ։ Եթե հիմա ամենանատ ինքն իրեն սիրեց, հայ լունայեսի, որ ես ինչ լավն եմ, ես ինձ սիրուն եմ, իրա սիրտ, իրա հոգին, իրա մինչը բաց անի, ուրախ, որ ես շատ լավն եմ, բոլորը, որ այդպես լինեն, ինքը կյանք ենքան գեղեցիկ կտեսին, չէ որ ասում է, եթե ուզում ես բարի անած, սիրել իմացի, եթե ուզում ես բարի լինես, մայրացի, երկու դեպքում էլ բարիություն է տալիս դա, սիրեք ու մայրացեք ու սիրեք, ու մայր եղեք, հենց մայր եղեք, որտև ինքը քնքուշ բան է մայրը, մայր Հայաստանը քնքուշ բան է։ Մի փոքրիկ բան եմ այստեղ ուզում ասել, այդ իմ թռուցիկներից հերթական, ուղղակի այդ հարցերով շատ են գրում, ես էլ մի ժամանակ, որ շատ ուսումնասիրում եմ Աստվածաշունչը, ես ասում եմ կոդեր եմ բացում, բայց արդեն կոդերը բացան, դեղտի ամեն ինչը առակներով է, հետո ամեն մարդ ինքն իրանով է կարդում ու հասկանում, չնայած ասում ով որ կփոխի Աստվածաշունչը բառ ու տողը, բայց ես ոչ մի բան չեմ փոխում, ես ոնց ըմբռնում եմ, այնպես էլ ասում եմ։ Էս այն մի բան է, հենց թեկուզ հայերը շատ են այդ նախադասությունը հանում, եթե մի այդին խփում են, այն մյուսն էլ դեմ տուր, որ այդ մեր խոնարհության, հեզության մասին է ասում, այնտեղ մեկին լսեց ինչ-որ վախի մասին, ասում է, այդպես բաներ չկա, այդ այդին խփելը, որ մյուսն էլ դեմ տուր, դա հավատքն է, եթե ես մի այդիդ խփում եմ, հավատն է դա, մի կիսատ հավատա, ամբողջովին ինձանով հավատա, եթե ես լսում ես իմ ձայնը, ես էլ խփում եմ, որ ես էլ դեմ տաստով, որ սրանով է դու լսես, այսինքն ամբողջովին ինձ հավատա, սիրելով հավատա ու իմացի, որ ես քեզ սիրում եմ, որտև ինքը սիրելով է մեզ ստեղծել, Աստված ամեն ինչ տվել է մեզ, ամեն ինչ, էլ մենք իրենից ոչինչ չպետք է ուզենք, մեզ տվել է գլուխ, տվել են մեր զգայարանները, ձեռքու ոտը մեր աշխատելու համար է, մեր առաջ գնալու, մենք էլ ինչ ենք ուզում Տիրոջից։ Ուզում ենք, ուզվոր ազգենք, ուզում ենք, ուզում ենք, բոլոր մարդիկ պետք է հասկանան ինչ է իրեն տրված, չուզեն ինչ իրեն տրված չի, բայց ինք հենց էդ է ուզում ու չի լինում, ամենք մահնել է տենց, կյանքը, ամեն ինչ իրա ժամանակ ունի, ես դրա համար եմ այդքան կրկնելու էլի նորից եմ ասում, այքանի որ այս տալի գիտելիքն է ինքը կրթություն ու գիտելիք, որ ակուլտիզմ ուսումնասիրեք, այդտեղ սատանայություն չկա, այդ տոպոյների համար սատանայություն է, ով իմ խոսքին կամ ինչ-որ նման խոսակցություն սատանայություն է համարում, թող ինքը տենց սատանայել մնա, ինքը չի աճելու, հիմա որ իրա գլխից շատերը կթռնեն կանցնենք ում, ինքը տենց կմնա տեղում, ավելի կվատանա ու քաղցքեղով կհիվանդանա, որտեղ այն մարդիկ, ովքեր շատ են նրան թուրքացում, հային, սատանայից շատ խոսում, շատ են սիրում սատանային, դրա համար անուն անդադ տալիս են, անընդհատ կանչում, ինչքան իր անունը տես, այնքան կգա քեզ մոտ, դե տուր, ու քաղցքեղով հիվանդություններ, քաղցքեղն էլ դա այդքան էլ հիվանդություն չի, դա պատիժ է, տեսնենք ինչ այսօր զանգը կա, ուղեղը էլաստիկ է և ճկուն, մարզել է հարկավոր, դա մտածելն է, շախմատ խաղացեք,
Եվ խաչբարներ, որ ուղեղ աշխատի, մարզանքային պոպոքնա, լաբինիթոսից դուրս գալու հնարավորություն միշտ բոլորին տրվում է, որտեղ ուղեղը ճկուն է, ու այս տարի հենց այդ տարին է, ամեն մարդ պետք է իր գիտելիքա շնորհիվ լաբինիթոսից դուրս գա, որովհետև անընդհատ երևի ես այդ բանը կկրկնեմ։ Ինչքան դու գիտելիք ունեցար, այնքան դու կյանքը շատ հեշտ կտեսնես ու հեշտ կապրես, այո։ Զանգերին պատասխանենք։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ, ասեք։ Ես գիտեմ, որ դուք եք սարսենշեք, բայց դուք ատխաբան հոգեբան եք։ Հա, ինչ անեմ, բայց ես բժշկության։ Շատ բաներում եք ինձ օգնել։ Հիմա ամուսնուս վիճակի համար եմ ուզում հարցնել, որովհետև ստեղ դիստենց ամորումից հետո իրան մոտ ուղեղի վրա այդուց առաջացել։ Ու չգիտեմ ինչ անեմ, պարկած ենք եղավ մի շաբաթից ավելի հիվանդանոցում, ես պարզապես չգիտեմ, սկղանից չգիտեմ։ Մի ասեք ինձ իրա տվյալները։ Օ, ինչ երիտասարդ է, իմ համար ջահել է։ Հասմիկ, ինքը ոսկեղեն կրում, հա։ Ինչ է։ Ոսկեղեն։ Չէ, տիկին բժշկիկ մի անգամ ասեցեք, որ ինքը ոսկեղեն կրի։ Ինչի պատճ չի սիրում, թե չունի։ Չունենք, վաճառը ենք խաղ։ Հա, մատանել չի դնում։ Չէ, դրանք վաճառը։ Պատենց բան կանեն։ Միրաման պայման ոսկեղեն է պետք։ Հա, մի բան վրեն կրել էլի գոնե։ Գիտեք ինչ, որ վիրահատումները հաջող չի ստացվում։ Նախ եկես սկզբից բժշկին չմեղադրենք, մենք սիրում ենք մեղադրել։ Չեմ մեղադրում։ Հա, չնայած ես լինում եմ, որ մեղադրում եմ։ Ես լինում եմ, որտեղ ես միշտ ճշտի կողմ եմ, ոնց որ ասում են։ Բայց լինում եմ ոչ ճիշտ ժամանակա վիրահատում արվում։ Լուսնային օրեր կա, որը որ չի թույլատրվում։ Իրա մոտ ինսուլտային դեպքեր կա։ Իրա մոտ նախաինֆակտային դեպքեր կա, դրա համար մենք ինֆակտը չի, այդքան ավելի շատ գլուխն է։ Այո, հիմա գլխի վրա, այդ գլխի կամրջակի վրա այդուց կա, այդուցը չի չնում, աչքերին մարդ երկու հատ է երևում։ Հա։ Լավ, ինչ եք ուզում անեք, բայց վիրահատում իրա վատ չի անցել սրտի։ Իրա վիրահատումը սրտի շատ լավ է անցել, ես երկրորդն ենք այսպես եղավ։ Ես ըստեղ սրտի հետ կապված այդքան խնդիր չտեսա, բայց գլուխը ցույց տալիս է եւ բանա ստամոքսնել ունի միջալուց։ Սպազմեր է տալ, այդ ուտելիքը չի։ Այս երևի էմոցիաներն է իր ապրումներից է միգուցե։ Այո, ինքը շատ սպասած մի կնացին աշխարհի կա, այնքան մարդ տեսա։ Հիմա ուր է, հիմա հիվանդանոցում է։ Այո, հիմա հիվանդանոցում պարկած ենք երևի բժշկական։ Ու ինչ պետք կարվի։ Ոչինչ, հորմոն են տալիս, փորձում են այդուց իջեցնել։ Վիրահատում ես խորհուրդ չի տա։ Չէ, դա չեն էլ վիրահատի, որտեղ դիկեմբեսի դրանք կբան հաշվեք, որ ամբողջ կյանքը ինվալիդ կլինի։ Չէ։ Պետք չի վիրահատում, մի րոպե մանրակրկիտ նայեմ, որտեղ չէ, հեսա գլուխը կա, իրա գլուխը պարզերում է, որ էդ էլ չլիներ կարող անգներ։ Չեն գներել ինչ որ միտեղ խփեր, ինչ որ մի բան, որտեղ իրա գլուխը պարզ ցույց է տալի, որ խնդիր կա։ Շնչուղիներն Հասմիկ, քո ամուսնուն ընդհանրապես ոչ մի վատ ինֆորմացիա մի ասեք։ Չենք ասել, նա ինքը չգիտի թե ինչ է։ Չէ, ընդհանրապես ամեն ինչ շատ լավ է, լուսավոր է, սիրուն է, սաղս լավ ենք։ Այդպես պետք է խոսած, որտեղ իր շնչուղիներն էլ է ցույց տալիս, վիրավորանք կա իր մեջ, ինքը հենց մի փոքրիկ վիրավորվեց, մի հատ փոքր բացասական ինֆորմացիա, ծիտիկը սատկել է, իմացի, որ իր շունչը կտրվելու է։ Ինքը նաև կողորտի կարծենում անի, որ մի անգամ արեցինք, ինքը անգամ կրկնվեց, ով չգիտեմ արդեն։ Ես բազապես ունեն մանալ դուրս կկա ինքը իրար միջից։ Այո։ Դուրս կկա։ Այո։ Վայ շնորհակալ եմ, դիդի Լուսիա ջան։ Սուսնա թե չի ես կլացը։ Ինչքան շնորհակալ եմ դուրս։ Մի հատ ինձ մի բան էլ ասա, ինչքան ժամանակ է այդ վիճակը։ Արդեն մի շաբաթ։ Մի շաբաթ է, որ հայտնաբերել են։
ինքը շատ բաց վիճակով բերեցինք, լրիվ կորցրած, մի քիչ Բայց իր աչքը չէր փակվել։ աչքերը երկու հատ ենք եղել։ Հայ դրանից է։ Մի րոպե։ Մի հատ ինձ այդ վիրահատման օրը չէ, երբ որ ինքը տեսակ վատացավ, այ դա ինձ ասա, օրը ասա, օրը։ Ուշպատ օր, անցյալ ուշպատ էր։ Լուսինը լեվում ա եղել, ճիշտ է։ Ամսու 9-ին է վադացը ինքը։ 9-ին ա եղել։ Այո, 9-ին վադացավ, 10-ին բերեցինք։ Հա, հեսա, լավ, 9-10-ը սիրտն էլ մի քիչ, հետո 11-12 գործողություն են արել, սրսկել են, թե սիստեմային, մի խոսքով դեղորակ, դեղորակ, լավ, բայց առատես չեմ, որ էտ էլ ասեմ հիմա ինչ բանով է, 13-14, 15, այսօր քանիցն է, հիմա կամաց իրամոտ կգնա կարգավորում, դանդաղ, հաշվում ենք 7 օր, էտ օրվանից, ամսի 9-ից, 18, 19, 20, արդեն իրամոտ կամաց գնում է դեպի ապակինում, բայց, այս 3 օրը մի քիչ արյան հետ է, կարող է հիմա մի հատ արյուն ստուգեն, անալիզը։ Անընդհատ գալիս, վերցնում տալիս են։ Ինչ։ Տարել են, անալիզները տարել են։ Երբ։ 3 Հա, 10, 18, 19, արյան անալիզ, հա։ Տարել են։ Այս երկորը կտամ պատասխանը։ Հա, դիգին դուսեցեն ասում եք դուրս կկանք այս իրավիճակի։ Դե հա դուրս կգա, սպասի հիմա միատել եմ նամ, այ որ են ժամանակ կարիճում էր լավ չէր, հիմա կարիճից որ դուրս է եկել, որտեւ իրա մերկուրին բանը տեղ են, մի րոպե, 18, հա արդեն կնորմալանա, բայց ինչից է ջղայնանում իրան, մի քիչ կոպիտ բաներ կա մոտ ջղայն, ներվային։ Չգիտեմ, մեզացել ենք, փոքրանում, նեղանում ենք։ Հա, այդ տղամարդիկը տենց է, իրանք 50-ից հետո դառնում են երեխա, ամեն ինչ վրաներն ազդում է։ Գիտեմ, հա։ Չէ, կնորմալանա, ես չտեսա ստեղ տհաճ բաներ, բայց դա պետք է լիներ, երևում էր, որ պետք է լիներ, դե հիմա որ մոլորակով ասեմ, եթե դու ոչ կիմանաս, ոչ էլ քեզ դա պետք է։ Կարևոր է իմանաս աղմուսինդ կկարազդուրվի, այո, բայց այտենց չի, որ ինքը հեսա վազելով ֆուտբոլ խաղա։ Այս ծանր վիճակից, որ աչքի վրա է շատ, որտեղ աչքը ես փակ տեսա աչքը։ Ու հիմա արդեն ինքը բացվել է։ Հա, վասի չէր տեսնում։ Այսա կամաց այդ դեղերի, բայց վիրահատական բան է, որ հանկարծ ասեն չհամաձայնվեք։ Չէ, դա ասեցին, իրանք ասեցին, որ հնարավոր չէ, եթե այդուց ինչնի, որ սոկ քաշենք ինչ-որ տեղից, որ իմանանք, թե ինչն է պատճառը։ Այդ հələ մի քիչ համբեր է սոկ քաշելու։ Հա, մինչև չիջնի իրենք ձեր։ Ճիշտ ասած, այդ էլ խորհուրդ չեմ տա։ Ես չեմ ուզենա։ Ես սենց մի քիչ կարող անգրագետ հնչի իմ կողմից, դե ես բժիշկ չեմ։ Այդ դրան համարում են պրիշչիկ։ Այդ պրիշչիկին թող ոչ մի ասեղ չկպնի։ Որտեւ իրան կտից են ուզում հանեն։ Չէ, հələ համբեր են։ Դիգին դուսեգան, դեռ չեն ուզում հանել։ Ուզում են դառնալի, տեսնեն բագը, ու ավել բան չկա։ Թող գլխին չկպնեն, հա։ Հա, չեն կպնի։ Այդ է իմ ասածս։ Այդ պրիշիկին չկպնեն։ Թող հանգիստ մնա, այս դեղորակով ինչը որ հիմա անում են, կամաց ինքը կեչնի։ Կամաց դանդաղա լինելու տենց չի, որտեղ ես 21 օր, բացի մի հատ էլ նայեմ, քեզ վերջնականն ասեմ։ Մի րոպե, ամսի 10-ից ծնունդ է ինքը բլիսնից, պետք է մտնենք ստրելից, այդ երբ է լինում, հիմա ես քեզ ասեմ։ Դա լինում է 18, 19, 20, այդ օրը, որը տենց բան եղել է, դրա պատասխանը գալիս է, բայց ինքը ամսի 5-ին 6-ին է վատ եղել, դու ինձ ուրիշ օր ասեցիր։ Ես տեսա 5-6 իրամոտ արդեն սկսվել էր։ Հիմա թաքնված է համարվել։ Ու գնալով կամաց 7-8 ստամոքսին է խփել, 9-10-ը այդ որ հիմա կա այդ վիճակն է,
11-12-ը գործողությունն է, 13-14-15 բժշկի հետ խորհրդակցությունն է, ու ես էլ մի մոմենտ ընկավ հիշողությունների մեջ, 18-19-20-ը, չնայած 29-ն էլ 20-ը թե 21-ին է նորալուսին է սկսվում, այնտեղ էլ մի քիչ սատանիստի օր է, ոչինչ, բայց ինքը այդքան վատ չի համարվում, մաքրման օր է համարվում, մաքրման։ Մտքերի մաքրում, հին իրեր, ինչ ճակաս թռացին բան կա թափեք, տունը մաքրեք, իրան կողինը նորացրու, մաքրացրու, բարձը, տունը, որ գնաք տուն։ Այո, եղավան պայման կանը։ Նորմալ է, Հասմիկ ջան, մեզ էլ լուր կտաս։ Այ շատ շնորհակալ եմ Տիկին Բիսեջան, միշտ դալար մնաք, շատ շնորհակալ եմ, շատ։ Ես ուզում եմ իմ տուն գնա։ Ես ուզում եմ, ես էլ եմ ուզում, որ դուք ամեն մարդինատուն։ Ես մենակ ետ եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Իմ տուն եմ ուզում գնամ, ու այդ սրիկաները, որ ապօրինի մտել են այն տուն, իրա կնոջ հետ եռակի քառակի վիճակում ընկնեն, ինչը մեզ են գցե, մենակ մեզ չի իհարկե, որտեղ իմ տեղն ընտեղ ինձ սպասում է, դրա համար ես խաղաղվել եմ։ Այսքան։ Աստված է ամեն ինչ տեսնում է։ Մի հատ էլ մի ոսկեղեն մի բան թող Պայման, կվերցնեմ։ ցեփա, մատանի, չգիտեմ, ինչ որ մի բան։ Եղավ կկախեմ անպայման։ Հա, թող այդ լինի, այդ իրա գծմատնա եւ մի հետաքրքիր մի քիչ միստիկ բաներ եմ ասում, բայց այդ մանր բաները Հասմիկ ջան, բայց իրանք աշխատող են, էլի, ես այդ շատ կեղտոտ բաներ չեմ ուզում, թալիսմաններ սուտի փութի չեմ անում երկաթի կտորներ։ Իրա գարած կոպը ցույց տալիս է դա եւ դա ազդող է։ Ես ասում եմ այն ինչը որ կոնկրետ իրեն է վերաբերում եւ հիմնավոր է։ Որևիցե կարմիր մի բան թող իրա վրա կրի։ Որևիցե կարմիր մի բան։ Կարմիր թել կապեմ թել։ Հա, կարմիր թել կապի։ Կարմիր թել կապի, որտեվ կարմիրը մերկուրին կարիճում է, իսկ կարիճը վերցնում ամբողջ նեգատիվը։ Ու ինքն է մի քիչ չլսող անձնավորություն է։ Հիմա ինքը լսում է, բայց չի անում։ Դրա մի կարմիր մի բան արա, որ այդ նեգատիվը մաքրվի, ոչ թե մաքրվի, այլ հետ հրի։ Այդպես, քեզ համբերություն։ Քեզ համբերություն, Արամազդի հետ խոսա, Արամազդը մեր հայրն է, խոսի Արամազդի հետ։ Չասեք քրիստոնեություն, հեթանոսություն, մենք հեթանոս ազգ ենք եղել, Արամազդի հետ խոսի։ Ու կտեսնես, որ կօգնի, կլսի։ Դե լավ, Աստված օգնական, բարի գիշեր։ Մեզ տեղակ կպահես։ Հաջողություն։ Ալո։ Բարև ձեզ։ Ես Նարինեն եմ, ճիշտ ասած ուզում էի հասկանայի, հիմնական խնդիրը նա է, որ ես արդեն ասեմ ինչի։ Ասա, հարցը տուրը։ Ես արդեն 15 տարի ապրում եմ Վարշավայում, ճիշտ ասած եւ նպատակը մեծ բնակարային հարցն է եւ այս ամուսինս աշխատում ենք եւ ոչ մի կերպ չեն կարողանում լուծել այդ խնդիրը, ուզում եմ հասկանամ կլինի եւ կլինի։ Ուզում եք նոր բնակարան առնեք։ Այո։ Բայց ձեր աշխատավարձը այդքան բավարարում է։ Ճիշտ ասած ոչ այդքան չի բավականացում, որ մենք դնենք Դες անցյալ օրը ճիշտ ասած նայեցի այնքան հիմա էժան բնակարանները էժանացել են միջև անգամ նորակառույցներում 70,000-ով տեսա 3 սենյականոց ու զարմացա ու գահույքն էլ մեջ ամեն ինչով։ Հա, այսպես տարբերակներ կան, ուղղակի որ գրանցված աշխատող չենք, ոչ մի ձև ոնց որ չի լինում, չի ստացվում։ Նարինե էր անունդ, Նարինե։ Այո, այո։ Նարինե ջան, ուզում եմ ինձ լսի, խնդրում եմ ուշադիր։ Ուզում եմ այդ հարցիդ, որտեղ այտենց նման հարց տվողներ շատ են լինում, որ ինչ անում եմ, չի լինում, ինչ անում եմ, չի լինում։
լինի ամուսնության, երեխա, բնակարան, աշխատանք, ամեն ինչին։ Ինչ անում եմ, մարդը աշխատում, բայց ոչ մի բանի չի հասնում։ Ինչի՞ց է, բոլոր ու մտածում են կարողա թուղթուկ իրեն արել։ Մենակ դա են մտածում։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, դուք ինչ եք անում, որ չի ստացվում բնակարան առնելու համար։ Եթե ձեր աշխատավարձը միասին շատ ցածր է, դուք չեք կարող այդ ցածր աշխատավարձով, որ պետք է ուտեք, հագնեք, երեխա ունեք, չէ՞։ Այո, 3 տղա երեխա Բա, տեսեք, իրանց պետք է կերակրեք, հացնեք, հագցնեք, այդ սա գումար է։ Դուք ոնց կարող բնակարան առնեք, որ ասում ես անում եմ չի լինում։ Մենք յուղում բնակարան ունենք, այգի ունենք, ուզում ենք վաճառենք ու չի ստացվում։ Ահա, ասա ուզում եմ բնակարան վաճառեմ ու այդքան փողը կբավականացնի, որ վրան էլ ինչ-որ մի քիչ ավելացնեք, որտեղ եք ուզում բնակարան առնեք։ Երևանում, բայց կլինի ծայրամասեր, էլի։ Ոչինչ, քաղաք, ոչինչ։ Գիտեք ինչ, որ բնակարանը չի վաճառվում, սենց մի բան կա։ Եթե 3 հոգի տան մեջ մի հոգի չուզեցավ, չի վաճառվի այդ բնակարանը։ 2 հոգի են, մեկը չուզեցավ, չի վաճառվի։ Ու կա որ չի ուզում այդ տունը գնա, չի ուզում ուրիշին լինի, ձեզ է ուզում։ Սրանք մի քիչ ուրիշ ավելի շատ մոգական են, էլ ավելի շատ էներգիայով է, որտեղ ամեն ինչ էներգիան է, մարդիկ դա չեն տեսնում, էներգիան չեն տեսնում, չեն հասկանում։ Դրա համար չեն պատկերացնում, այդ ինչից է, այդ որ թուղթուկեր են ասում, դա էլ է էներգիա։ Բայց քանի որ մեր Հայաստանը չի ունեցել մոգություն, այդ այն սխալ է դա։ Իրանք չեն կարողանում ոչ մի բան մաքրել։ Հիմա ես մի հատ ուզում եմ նայեմ ամուսնուդ մոտ իր տվյալները ինձ ասես, ես տեսնեմ ինքը նոր բնակարան կունենա, հա։ Այո, ճիշտ ասած մենք օր ու գիշեր աշխատում ենք, ես օր ու գիշեր աշխատում եմ, որ նպատակը դրել եմ, բայց ոնց որ ոչ մի ձև չի լինում։ Այդ բոլորն էլ օր ու գիշեր, սենց մի մեխանիզմ էլ կա։ Մարդուն տված է ունենալ կյանքում, օրինակ եմ ասում, $100։ Ինչքան աշխատի $500, ավել չի, եթե դառավ $110, այդ կորելու է այդ փողը։ Մի բան կլինի կվերանա։ Ու չի հասկանում ինչի, մարդեր կա հա գալիս է, վերևից է թափում է, բայց այդ ընտանիքներից իրանք առոք ապրում են, ոչ մի խնդիր չունեն, բայց լուրջ հիվանդություններ ունեն, դա քաղցկեղն է։ Ու դա խփում է միշտ տղամարդու կնոջը։ Կամ էլ երեխեքը կամ պետք է նարկոման լինեն, կամ խաղամոլ լինեն, որ այդ գումարը գնա։ Հիմա նայած է, որ այդ գումարը ոնց է ծախսում, ու այդ մարդել կա գումարը տված, որ ինքը լինի բարերար։ Տարբեր են։ Ես դրա համար հիմա մի հատ տեսնեմ քո ամուսնուն, ինչ է տրված, միգուցե աշխատանքը պետք է փոխի, մի բան հիշի լավ ու թող բոլորն իմանան։ Այս աշխարհը ամեն ինչը մոգություն է, ֆիզիկական աշխարհը մագիա է ու էներգիա է։ Ինչ մենք տալիս ենք գնում է վերև։ Մենք բումերանք ասում ենք, բայց չենք հասկանում ինչա։ Մարդիկ իրար հետ ֆիզիկապես շփվում են էներգիայով է։ Մի քիչ պրիմիտիվ օրինակը բերեմ, լինում է, չէ՞ որ մեկ իրար կպնում ենք, մեկը ճճտում է։ Այդ էներգիան է, այդ էլ հակած շորից է, որ սինթետիկա լինում, բայց էլ էներգիան այդ ամեն ինչ էներգիա ունի, մագնիսն է։ Մագնիսը վերև ներքև մագնիսը։ Հիմա դու անդադ ասում ես չի լինի։ Անդադ ասես ինչ անում եմ օր ու գիշեր աշխատում եմ չի լինում։ Միգուցե ձեզ տրված չի այս ինչ մի բան անել, տվածը հաց տուղ լինել, ոչ թե կոշկակար լինել, որ այդ գումար իմանաս ինչի է գնում։ Փող ամենաուժեղ էներգիան է այս աշխարհում։ Ամենից ուժեղ էներգիան, ասում եմ փողը կեղտ է, ինչա կեղտ որ։ Ինչա կեղտ, փողը չեղավ ոչինչ չի լինի։ Դե խոսքով հարստացի, տեսնեմ ոնց խոսքով կհարստանես։ Մի հատ ամուսնու տվյալն ինձ կասես։ Երկվորակ, ավելի շատ խոսում է, քան անում է, դու էլ ես տենց։ Այո։ Չէ, ես տենց չեմ, ես անում եմ։ Դու որ ամիսն ես։ Հա, կլինի տունը, մի նեղվի, մի րոպե մի հատ ամուսնուդ նայեմ, քեզանով է լինելու տունը, նարին է, հա։ Այ կողտարի, ամպերի, ինես լավ բաներ է լինելու վերջապես, բայց մի բան հարցնեմ, ճշտելու համար եմ ասում։ Ինքը երկիրը փոխել, հա։
ամուսինս գնացել է հա Մոսկվա եկել է։ Ինչի բագնաց ինչ արեց որ հետ եկավ։ Աշխատումներ, աշխատանքի այնտեղ էր աշխատում, հետո վերադարձավ այստեղ։ Դա հետո փող չբերեց։ Չէ, այդքան չէր բավականացնում։ Խափեցին, չէ։ Ասա հա, որտեղ հարազատն է խափել։ Այո, ճիշտ եք։ Ներևում է հարազատի կողմից խափեություն։ Այս ասխաբանությունը հայլի է, գիտես։ Ինչքան էլ են մոլագար ապուշներն ասեն աստծուց առաջ մի ինգի սատանայությունը։ Պարզ արդեն ամուսնու տերևած։ Ու իր այս վիճակին չի այդ տեսակ ամբողջ եկել է իր հայրական օջախից։ Ինչ որ իր մոտ կա, բայց ինքը լավ տղա է, մի քիչ պոզավորան ոչինչ։ Հիմա ես տեղ մի բան տեսա, որ իրան չի բացառվում երկիրը փոխի։ Բայց չեմ ուզում, որ հայերը Հայաստանը լքեն։ Իմ ուզելը գլոբալ է, ես հիմա ասա քեզ ինչ երկիրս կփոխեմ, ինձ ինչ դրանից։ Ինչ շատ մեծ բան է, որտեղ այդ երկրի տակ ես ապրում եմ, ու ինձ էլ որ այս աշխատանքը տրված է, որ ես ասեմ, որ պետք է ասեմ, որ չի կարելի երկիր փոխել, որովհետև եթե ես դերձակ լինեի, սենց բաներ չէի ասի։ Ուղղակի սենց երկուքին նստած զրույց են անում ու կարծիքս կասի, բայց սա կարծիք չի, ինչը որ ասում եմ, սա լուրջ հետագային քո ընտանիքի համարել է։ Իր մոտ հավանականությունը շատ կա էմիգրացիա է երկիր փոխելու, բայց ոչ Ռուսաստան։ Եթե ինքը մի հատ գնացել է Ռուսաստան փող աշխատեկա տուն տեղ դնի ու իր հարազատի կողմից ինքը խափնվել է նշանակում այդ ճանապարհ իր առջև փագա վերջ։ Եթե միտեղ մտնում ես, տեսնում ես լավ է, այդ ճահիճը, նորից ինչ ես հետ գնում։ Չպետք է հետ գնա ոչ Ռուսաստան, ոչ էլ այդ մարդը։ Հիմա մի հատ քոնն էլ ինձ ասա, այստեղ ամուսնուդ մոտ լավ բաներ տեսա, հələ ասա։ Տանկնիկ ես, ինչ ես ուզում, մարդը տել կեզ է սիրել է, հետըտ պսակվել է, ենա որ շատ ես համահանում, դու գետես ինչ ես համահանում, այդքան մի խոսա, ձեն չես հանում, թե ծիծաղում ես, Չէ, լսում եմ, երկու շապտ ես ծմբե, դու գումար կաշխատես, դու կաշխատես, եկող տարել բախտդ կբացվի, ամեն ինչ կընկնի հունի մեջ, այնքան լավ կլինի, էլ չես ասի ինչ անում եմ չի ստացվում, մտածելակերպդ, ապրելակերպդ, ոճդ, հասկանում ես ոճդ, ամենը պետք է փոխվի քեզ մոտ, ամենը, որտեղ քեզ եկող տարի քո ծնունդից հետո շատ մեծ, մի խոսքով կանաչ ճանապարհ կա, դուրը մնում է բացես ու գնաս, բայց միջև այդ դուր գնալը մի քանի մարդիկ կան, որոնցից պետք է շրջապատը դու մաքրես, այտենց է, ով քիթը խոթել է, ով խանգարել է, դու պետք է մաքրես, ասիր քանի երեխա ունես, 3 բազմազավը, հələ կարաս էլի ունենաս, լավ էլ երեխեք ունես իմիջալոց, Իշիշ սիվի դու աղջիկ ես, ազարդն ես, կարաս մի անգամից սարել բարձրանաս, լավ պինդ աղջիկ ես, Մեկի կուզեմ, շատ կուզեմ, մեծ տղան 9-րդ դասարանն ավարտում այս տարի, ինչ է սովորում, 9-րդ դեր ուզում է ծրագրավորման կոմպյուտերների հետ գծով է ուզում սովորի, եկող տարի 26 թիվը հենց էտ է, ապարատուրաների տարի է, թող սովորի, բանը Նարինե ջան, տեսքեզ ինչ եմ ասում, հաջորդ տարի 26 թվականը, միջև քո ծնունդը, ես լավ բան տեսա շատ, քո գարասկոպը լիքը լավ բան ցույց տվեց, բայց հուզվում եմ գիտես ինչի, որ արդյոք կանեք այտենց ոնց որ տրված է, այս կացկացն ընկավ մեջս, դու լավ մայր ես, Ֆանատ մայր ես, հələ փորձի մեկ երեխեքիդ մի բան ասի անի, ու 26 թվականը ամբողջ քո ուշադրությունը, կենտրոնացումը լինելու է երեխաներդ, ու այդ գումարները, տուն կունենակ դուք, անպայման կունենակ, կտեսնես որ կունենակ, բայց գումարները ես այս 26 թվականի համար պրագնոզ եմ տվել, բայց հիմա քեզ էլ եմ ասում, հետո կլսեք դուք,
որ ծնողներ այդ գումարները, որ աշխատում եք, տվեք ձեր երեխաների կրթության համար ծախսեք, գիտելիք ձեռք բերեք, անընդհատ սովորեն, որտեղ նորագույն տեխնոլոգիայի տարի է համարվում, ու նորությունները, նորարարությունները հատկապես երեխեքի ու տղա երեխեքի մոտ աճ կա առաջ գնալու, լուսավոր ուղեղ, ճկուն ուղեղ, սա տրված է, հիմա եթե մարդը չծուլացավ արեց, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու իր մոտ, արագ մտածելակերպն է գալի և արագ խոսելը, մենք այս տարիքի, հատկապես իմ, դու էլ արդեն մամա ես, մենք չենք հասցնի իրանց նման մտածել, իրանց վրա չխոսած, ուղղակի միակ քո, հատկապես քո, չնայած ամուսին դեռ պակաս չի, քո, որ իրանց հրում ես, որ ամեն ինչ ես կանեմ, երեխեք ջան, մենակ սովորեք, գիտելիք ձեռք բերեք։ Ինքը որ ամսված ծնունդ է երեխեդ, բնակարանի հարց էլ կա լուծվող, երեխեքի կրթության հարց էլ կա, դու էլ քո աշխատանքի մեջ ճանաչվող ես համարվելու, ոնց որ բեմ դուրս կաս, ճանաչողություն է քեզ տալիս, կարող է ոճդ փոխես գործից, շատ բաներ փոփոխություն կա, դրականի, ձերքիդ շնորհքը կա, օրվա վաստակա քեզ տված, մի խոսքով լիքը բաներ, բայց ես քեզ խորհուրդ չեմ տա Հայաստան լքել։ Նարինե, դու կրթություն ունես։ Միջնակարգ։ Հա։ Մասնագիտության բարձրահարդար եմ։ Աշխատի, այդ քեզ մոտ լավ կստացի, որտեղ քեզ տրված է օրվա վաստակ։ Ու եկող տարի կբացվի, կարող է դաժե առանձին միջև անգամ սալոն բացես։ Միջև անգամ հայերեն բառեր ասենք, որ չխոսան, չնայած ուշադրություն չեմ դարձնում, ինձ ոնց հարմար է, տենց էլ խոսում եմ։ Կարևորը, որ ինձ լսեք ու հասկանաք։ Հասկացա, շատ շնորհակալ։ Արմինե, այդ Նարինե ջան, տես վերջնականն ասում եմ, բնակարան դուք ունենալու եք։ Ես ժամկետը չեմ կարողանում ասել, որտեղ սխալ կլինի։ Երևում է, որ 26 թվականը քեզ համար քո ծնունդից հետո բավականին ակտիվ ժամանակաշրջան է սկսվում եւ քեզանից շատ բան է կախված, 4 տղամարդ ես դու պահում, նայ, 4 տղամարդ, դա դժվար է։ Ու այն երեխեքը, որ հիմիկվա ժամանակաշրջանի մարդիկ են, իրանք պետք է առաջ գնան, իրանց անդադ պետք է գիտելիք կրթություն, ու շատ լավ կլինի, որ բոլորն էլ սպորտով զբաղվեն, շատ լավ կլինի։ Երեխեդ, որ դու ես որոշում կամ ինքն անդրել այդ կամպյուտերային տեխնիկան, որ կա, չէ, թողանի, բայց դու իրա փոխարեն մի որոշի։ Ու այս գործը, որ դու անում ես, քո մոտ միջև անգամ կարող է տա ճանաչողություն, հաջորդ տարի, որտեղ դռներ է բացվում քո առջև, ու դու պետք է շփվես անպայման կիրթ, գրագետ մարդկանց հետ, թող լինի 2 հոգի, բայց կիրթ լինի։ Քաղքենիներ հետ գործ չունես, թափտպուկներ, բամբասկոտներ, երկրի ղեկավար անիծող, հայոյող գործ չունես, որտեղ քո բոլոր մոլորակները առյուծում են, տես դու խեցգետին ես։ Տալիս է ինքը էլիտարն է, ինքը թագավորն է, ինքը արքան է, ինքը բարձր մակարդակ է եւ դիվանագիտություն է։ Եվ մի քիչ էլ խաղ է, որ պետք է բաներ կա դուրը չկա, ցույց տաս, որ լավ է, այդ դիվանագիտությունն է։ Այդ ամենը, որ ինչը որ ես քեզ իմ ասեցի, դրա համար ասեցի, հուզվեցի, լիքը լավ բաներ կա, արդյոք իմ ասածը կանես։ Եթե արեցիր, ուրեմն հաղթանակը կա, տեզերքի պարգևատրումը կա։ Եթե չի, այդ ես կնստես, սաղորը կասես ինչ անում եմ, չի ստացվում։ Բայց ես շատ վարսավիներ գիտեմ, որ իրանց աշխատանքով տուն են առել։ Որտև իրանց տես տրված էր։ Քեզ էլ դու կարաս հետո աշակերտ ունենաս, քո մոտ այդ շատ լավ կստացվի, էլի դա փող է։ Հա, հիմա էլ ունեմ։ Լավ է, պահի, բոլ պահի։ Նենց որ քեզ մոտ շատ բաներ առաջ է գնալու 26-ը, բայց ամուսնուդ էլ մի քիչ տուղտուր, մի հատ թող իր առողջականին հետևի, իր վանա, ստամոքսնա, շատ չլարվի, ոտի վրա էլ հաշ չուտի։ Ու իր շրջապատն էլ, սկի չգիտես, լավն են, վատն են, են էլ կա, սկի չգիտ ում հետ է շփվում։ Շատ մի խոսա վրա։ Երեխեքի ներկայացան մի խոսա, անդադ բարձրացր, ասա դու ճիշտ ես։ Այդպես։ Անչափ շնորհակալ եմ։ Խնդրեմ համբերություն, դու էլ մի քիչ նիհարի։
Նարին է։ Այո, լսում եմ ձեզ։ Հետևի քո ֆիգուրային կոմպլեկցային հետևի։ Չէ, այնքան նիհար եմ, որ մի քիչ հետևեմ էլի կնիհար։ Դե չի կարա ասել շատ նիհարեց ոսկորն համար ասում եմ այտենց հետևի քո կոմպլեկցիային։ Հետևի քեզ։ Հետևի այտենց լավ է էլի որ մի քիչ միս ա լինում կնոջ վրա հետևի որտեղ փոփոխություններ ասի, չի սկզբից էլ ասեցի ոճդ փոխի, տեսակետդ, գաղափարդ, իմիջդ, ամեն ինչ փոխի։ Մազերիդ գույնը կփոխես, թե սանրվածքը կփոխես, որտեղ այստեղ մեծ փոփոխություն է, քեզ տրված։ Մարդը, որ իր ծրագրից շեղվում է, չիմանալով, խնդիրներ առաջանում։ Հիմա քեզ ասում է, 26 թվականը վերջապես փոփոխությունները լավ սպասվում է քեզ համար։ Կարևորը գիտելիք ունենան, դու էլ ամեն ինչ լսի ու մի խոսա։ Պասի տնամ Լուսինը տուրել, հա, օրվա վաստակը միշտ ու կունենաս։ Լավ կլինի, չնեղվեք, հեշտ չբողոքես, որ երեխեքն էլ այդ բողոքը չլսեն։ Այդ տղատ, որ ուզում է ծրագրավորող, ինքը որ ամսվա ծնունդ է։ Հա, դրա համար ես այտենց, հա, իմ միակ տղենց Լև առյուծը, այդ է, վեներատ առյուծում է, քո բոլոր երեխեքն էլ լավն են։ Բոլորն էլ լավն են, բայց դուք ամուսիններով իրար հետ, տես ինչ եմ քեզ ասում ու վերջացնեմ։ Եթե դուք իրար հետ վիճեցիք, հատկապես երեխաների ներկայությամբ, իրանք շուտ տեղից ձեզանից կանչատվեն կգնա, այդ հիշի չմոռանաս։ Այո։ Աղջիկ չէ, որ ասեմ շուտ այդ հան մարդի, իրանք ձեզանից կառանձնանան, որ ձեր վեճերը չլսեն։ Այսպես, համբերություն ձեզ։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Ալո, բարև ձեզ, Տիգին Լուսիա ջան։ բարև ձեզ, լեցում եմ։ Ձեզ զանգարեց ես։ Անունը Ալմաստ եք, դուք Ալմաստ։ Ալո, Ասեք, լեցում եմ ձեզ։ Տիգին Լուսիա ջան, կուզենայի քրոջս տղայի համար իմանայի մի երկու խոսքով։ Հիմա ես եմ հարցնում, այդ քո քույրիկդ ուր է, որ դու ես իր տղայի մասին հարցնում։ Քույրիկս տանն է, բայց ես կուզենայի իմանալ։ Ես ինչպես ասեմ, ճիշտ ասած իմ աղջիկս համար էի զանգարել, ասեցի մի հատ է քրոջս տղայի համար։ Այդ լեննականցիկ ինչ yamanեք է, ինչ yamanեք, վայ։ Ջուրեց եք, Տիգին Լուսիա ջան։ Շատ yamanեք, համ սիրուն եք, համ yamanն եք։ Ամեն ձևից ընդ ֆրծնում եք ինչա ձեր ուզած անին, ճղում եք սաղին դուք, ճղում։ Ամեն տեղին չես հետաքրքրվում, են տղան քեզ ասել է մոքիր, մի հատ իմացի։ Ճիշտ ասած ասել է, բայց ինքը կամաչեր, որ զանգեր ուղիղ եթերով ձեր հետ խոսելու։ Ով է ճանաչում, ոչ մեկ չի ճանաչում ով է։ Ես ձեզ շատ եմ տեսել ձեր հաղորդումները, Տիգին Լուսիա ջան։ Միշտ ուզեցել եմ ձեր հետ կապ Դե լավ, Արմաշ ջան, ասա։ Իրանք իմանում ես դու բոլոր իր ընտանիքի անդամների կույս կան դեղ, կույս։ Չէ, կույս չկա, Տիգին Լուսիա։ Մաման, պապան, քուրիկ։ Չէ, երկու աղբեր են իրանք, աղբերը այդ եղջյուր է։ Հա։ Մաման արյուծ է։ Պապան է խետկետին է։ Հեսա մաման իր գլխի վրա կանգնած առյուծ է։ Եկող տարի կփսակվի ձեր տղեն, վերջապես։ Վայ, վերջապես, հա։ Բայց չխառնվեք, Ալմաստ աղջիկ, մի բանից քեզ ասում եմ, սիրուն կլինի, չաղ կլինի, նիհար կլինի, ձեր գործը չի, որովհետև ձեր ճաշակոտ չի լինելու։ Ինքը միշտ ճաշակին չի հավնի։ Դրա համար էլ չխառնվեք, հենց էդ է ցույց տալի, որ այդ տղեն կփսակվի, համամոքիրի դուրը չի գալու, որտև իրաց ճաշակին չի։ Թող իրա դուրը կա, մոշկուրի դուրը գալը, որն է, իրանք բախտավոր եղնի, մենք իրանցով ուրախանանք։ Մենք էլ իր հետևից ճանասելով գնանք։ Հայո։ Բայց, նայի, տես,
ասեցի ձեր ճաշակով չի լինի, բայց իմաստուն աղջիկ է լինելու իմիջալուց։ Իմաստուն է, որտեվ այս տղեն ինքը լուրջ տղա է։ Իրոք լուրջ տղա է, բայց չլսող տղա է, մի քիչ կախ գլուխ է, բայց ինքը ամենքին չի հավանի։ Բայց ինքը շատ աշխատող է Տիգին Լուսիա ջան։ Հա, բայց լուրջ տղա ինքը ամենքին չի հավանի, որտեվ այս երեխեն, որ եկել է այս աշխարհ, եկող տարի իր մոտ կարմա հասկանում ես ինչա կարմիկական ճակատագրական տարի է շատ հարցերով վերջապես ինքը ոնց որ զգա իր դերը այս աշխարհում ինքը ով է ինչի է եկել ինչի է բանանի մի րոպե կասկածամիտել է այս իրան ես չգիտեմ մեկ լավ է մեկ վատ է ուղղակի քանի որ հիմա խաբեությունը շատ է ես հիմա շատերին էլ բոլորիդ էլ ասում եմ որ ոչ մեկի մի հավատացեք որտեղ 4 կողմա խաբեություն է ոչ լրատվականին ոչ էլ իրար ցույց տվեք որ հավատում եք բայց մի հավատացեք որտեղ անկախ ձեզանից խաբեն գնային երեսիդ կխաբեն այս տղան ձեր տղան ինքը լուր լսող տղա է բայց չկատարող տղա է ինքը միշտ իր տեսակետին տղա է համարվում իրա գործը նենց գործ պետք է լինի ինչով այս ինչ որ ասում եմ ամբողջ կյանքին է վերաբերվում միայն այսօր մի նայի այս հետագայի համար է դու ինչ չես կարող ամեն օր զանգ տաս դրա համար ասում եմ իրա ծրագիրը իր աշխատանքը պետքա ճանաչվի ներկայացնի ինչ գործի տերա հին բաները հին արհեստավորի բաները Տիգին Լուսիա ջան ինքը ավարտած է բայց ինքը հիմնի շինարարություն ռեմոնտ շինարարություն կապել մեկ այդ հին ռեմես արհեստավոր հին արհեստա ու իմիջալուց ինքը որ փայտի հետ էլ գործանի լավ կլինի փայտը Իրա ծերից ամեն ինչ կուկա հա ինքը կարա ինքը տուն կարա պահի ու ինձ թվում է ավելի ճիշտ կլինի որ հաջորդ տարի ինքը փոխի իր աշխատանքի ոճը ոչ թե շինարարություն մեբելի գործանի կավիկի գործանի կարող է դարակներ սարքի կամ բանանի պարկետը փայտի գործ իրան ամուսնությունն էլ կա բայց մի բան էլ ասեմ ինքը ավելի շատ մեծերի է սիրում, փոքրերի չի սիրում։ Ես դա նորմալ կհամարեմ։ Այստեղ հենց էդ էլ է, որ ձեր դուրը չի կա։ Բայց ախր դուք չեք հետն ապրելու է, եթե դուք ինչքան խոսացիք իրա վրա պախարակեցիք, այնքան վատ։ Ինքը ձեզ ընդհանրապես ոչինչ չի ասի, դուք էլ կասեք, տեսար էդ աղջիկը ոնց մեր տղուն ինչ արեց։ Ու գլուխը կառնի կնգան, կգնա։ Մի խոսքով 26 թվականը ձեր տղայի համար հետաքրքիր լավ անակնկալներ է սպասվում եւ ընտանիքի ստեղծումն է եւ աշխատանքի ոճային փոփոխություն է տրված եթե միջև հիմա պարկետ այդ կաֆելա խփի կարող է հիմա պարկետ խփի այնքան որ փայտը ցույց է տալիս փայտը կարող է լամինատ անում փայտը կարող է դռներ է սարքում լամինատ է կխփի ամեն ինչ Եվ քանի որ կարմիկական տարի է, իրան տրված է նորարարություն, գիտելիքներ ձեռք բերել, գիտելիք, ինքը կարա միջև անգամ զարմանալի է, տես կոմպյուտերով աշխատանքներ անի, գրաֆիկան, ինքը բացանի նայի տես որտեղ ինչ ու փոխի, որովհետև այդ իրան տրվածը հալավ ասենք ինքը վարպետ է այդ իլա կաֆել խփելու մեջ հիմա տրվածը փոխի ուրիշ մեթոդ էլ կա արդեն այդ կաֆել խփելու այդ նորությունները ապարատուրայով այսինքն կոմպյուտերով ինքը կարա շինարարության մեջ ինչը բնակարաններ հետ կապ ունի ինքը սովորի որովհետև ինքը հենց լավ յուպիցեր ունի որ իրան տալիս է առաջ գնացում եւ ճանաչողություն հասկացար այս բանը տրված է ու ինչի ձերքից բաց թողնի, քանի որ այդ հնարավորություն իրան տրված է։ Մի քիչ իրա մեջ վախեր կա, այդ երազների վախերը, ոնց որ մահացած մարդիկ շատ տեսնի, вообще խոսում եք հետը։ Հավատքը իրա մոտ մեկ հավատքը գնում է, մեկ գալիս է։ Մեկ կարա հավատա, մեկ կարա չհավատա։
Դինք հաղորդքների մեջ չլինի, ամեն անգամ լացուց շնորհակալ լինի, խմիչքից էլ հեռու լինի։ Ինքը խմող չէ, դու вообще տեսքաներից հեռու է, Տիգին Լուսիա ջան։ Տիգին Լուսիա ջան, մի հատ խնդրանք աղջիկ ասել։ Ասա, մենակ արագ։ Ահա, աղջիկը։ Ինքը լեզուներ սովորում, հա։ Հա։ Թող սովորի։ Գիտե լեզուներ։ Անպայման։ Անպայման Իրան հարկավոր է լեզուների տիրապետում։ Իրան տրված է օտարազգի մարդկանց հետ աշխատել, ասենք արտասահմանյան կազմակերպություններ լինի, թարգմանություններ անի, հետո ինչ անի, տուրիզմ էլ կարա աշխատի, ինչ վերաբերվում, խանդոտ աղջիկ ունես, էս ինչ խանդոտ է, սաղորը կռիվ կանի տանը։ Տեսնում ես ինչ տնավար եմ խոսում քեզ հետ։ Հա, շնորհակալություն Տիգին Լուսիա ջան, շատ շնորհակալ եմ։ Որ լենականությունից դրանից է։ Հա։ Ինձ որ ասեն գրագետ բառեր օգտագործի, ես չեմ կարա։ Իմ վրան ազդում է չափից դուրս գրագետ խոսել, ահա որ ազդում է իմ վրա։ Որովհետև ես մանկավարժ չեմ ու դաս չեմ տալիս։ Ճիշտ է, մենք մեր բարբար ունենք։ Շատ լավ է այդ բարբարը, չպետք է մոռացվի բարբարը, չպետք է մոռացվի։ Դրա համար էլ ես այտենց խոսում եմ ու բոլորին դա հասկանալի է։ Շատ հետաքրքիր գառասկոպ ունես, ինքը հինը անցյալը հիշում է, քո աղջիկը այտենց բնավորություն ունի, պապան իր համար կյանքում միշտ դեր է ունենալու, այնպես պետք է ինքը նայ, չթողեցիր վերջացնեմ, պապան իր կյանքում միշտ դեր է ունենալու, ու ասում է, ինչ էլ կլինի, քանի տարի էլ կանցնի, հանկարծ հորդ անունը թասիպը գետնովը չտաս։ Բայց քո պապան, քո ամուսինը մի քիչ իրան լավ չպահե։ Իմ ամուսինս մահացած է, չէ։ Չէ, շատ լավ է, իմ աղջիկը 7 տարեկան եղել, պապան մահացել է։ Հա, հեսա, լավ, 10 տարեկանից արդեն երեխեդ փոխվել է, հա, լավ, տեսաններ։ Այդ երևում է, որ պապան չկա, բայց իր պապան իր համար միշտ լինելու է, միշտ։ Ուզում է քո աղջիկը լինի 101 տարեկան, պապան անընդհատ կա։ Չի տեսնում երազում։ Շատ։ Այն ամեն խորհուրդ է։ Ամեն խորհուրդ այդքան քոնը չի, Ալմաս, ինչքան հորը։ Տես, այն ոնց որ ժողովուրդն ասում է, մի մատ երեխա է, շատ հիշը, շատ իմանա, բայց ամեն իր տարիքի հետ, ինչքան քո աղջիկը մեծանում է, այդքան իր պապան մեծանում է։ Իր հետ հավասար գնում է։ Ամեն ինչում իր պապան կանգնած է իր մեջքին ու հոր ասածը պետքա լինի իր համար օրենք։ Այդ ամուսնության աշխատանքի մոտ այդքան խնդիր ես չեմ տեսնում իրան լուրջ, իրան տրված է սեփականություն ունենալ, իր սեփական ինչ է որ գործը կանի։ Տատիկը իրան կտագել է տունը, մեզ հետել է հետաքրքիր։ Բա աշխատանքը։ Ինքը մի չի աշխատի, ինքը մի սովորի հերագա։ Որ ինչ լինի վերջում։ Հերագա իրավաբան։ Հա, ճիշտ է, բայց իրավաբան, փաստաբան, իրան կա այդ բանը իր մոտ լավ է ստացվում ու օտարազգիների հետ տղամարդկանց հետ պետք է աշխատի եւ օտարազգիների հետ աշխատի։ Եթե ինքը իրավաբան չի, դատավոր չի, դատաբան, նո այդ դատա իրավական համակարգը չի, ինքը կարա տուրիզմում էլ աշխատի եւ այն ինչ ասեցի, արտասահմանյան կազմակերպություններ։ Էդ էլ կարա, որտեղ իր մոտ լեզուն շատ լավ ստացվում է միջալուց։ Ու փաստաթղթերի հետ է ինքը։ Ինչ։ Համ ռուսերեն, համ անգլերեն թարգմանություններ կենեմ։ Մի հատ էլ ֆրանսերեն պետք է սովորի, որտեղ դա իրան պետք է գալու։ Ինչ վերաբերվում է ամուսնության, ինքը մի հատ սիրահարվել է արդեն, դու տեղյակ ես, բայց։ Հա, տեղյակ եմ Տիգին Լուսիա ջան։ Հիմա ինչ անեմ։ Ասում թե չես։ Բայց պես չենք ծանոթացել։ Արի մի քիչ համբերենք։ Համբերենք։ Ուզում ես անմիջապես ամուսնացնես,
Չէ։ Ինքը լը փոքր է 20 տարեկան նոր լինի։ Մեղկա հիմա իր ամուսնությունը մի րոպե մի բան նայեմ 29 ինտուիցիային թոլ է 21 տարեկանում տես ինչ եմ քեզ ասում իրա 21 տարեկանը երբ որ կլրանա ավելի շուտ ասում եմ հենց 21 տարեկանը հստակ պետք է ընտրի իր մասնագիտությունը տես ասիր իրավաբան չէ հստակ պետք է ընտրի մասնագիտությունը եւ աշխատանքը այսինքն դատավոր եմ դատախազ քննիչ այն ինչ է փաստաբան այդ դրանցից պետք է ինքը ընտրի որն է ինքը ուզում ու գնային տողությամբ արդեն եթե գնաց դա շարունակություն կունենա ամուր ու կունենա շարունակություն իսկ ինչ ամուսնությանը վերաբերվում է շուտ է ախր մեղք այդ երեխին հլո որ 24 լինի խոմ չես նեղվի Ինչի կներեմ ավելի ուրախ եմ հետո կասես վայ աղջիկս մնաս տունը Չեմ ասի, ինքը ինքան տեսքով է ինքան ուզողներ ունի օրտիգին Լույսա ջան Քո էս լենականցի քեզ ինչ են Հա Ես քեզ լենականցի չեմ տեսել իսկ անվաղ բայց այնքան կա որ ամուսնացաշի Ես խորհուրդ կտամ այսպես աստղերը ցույց են տալիս նախընտրել է որ ինքը ամուսնանա 24 տարեկանում Ինքը մեծահասակներին հարգող է համարվում ու աշխատելու է մեծահասակների հետ։ Մի քիչ ամուսնությունը սիրային հարցերը իր մոտ տատանվող է, որտեղ դա կայուն չի իր մոտ, հիմա սրան սիրարվի, հետո կարող է ուրիշին սիրարվի։ Այդտենց բաներ կա ու այն ով իր ազատությունը փակեց, ինքը իրան կթողնի։ Եվ հասկացա՞ն ինչ ասեցի։ Հասկացա։ Թե չհասկացա։ Այս մոտ ազատություն ասիրում։ Եվ խանդոտա, խանդային տեսարանները էլի նորից կտա գշտվածությունը հեռացում, իսկ ինչ աշխատանք են վերաբերվում է ընդհանրապես, այս քո աղջիկը անգործ չի մնա, իրան տրված է փաստաթղթերի հետ գործ անել, հիմա էլ դա կա, հիմա էլ է, հիմա։ Այս քննություն բան ինչ որ ունի, ինքը ամեն էլ կհանցնի նորմալ է իր մոտ, այս մեքենա էլ է ուզում քշի սովորի։ Քշեգը, սովորել է։ Քշեգը։ Մի խոսքով ոչ մի բանից չես զլանում էլ աղջկա ամեն ինչ դռները բացել ես։ Հա, ես եմ բացել, մախպես է բացել, Լույսա ջան, իրա քերին է բացել։ Ինքը քույրականել է սովորել, ներկայացրել։ Չէ, էստե քույրական այդքան իրանը չի։ Հա, լանը չէր, ես տիպողական տարա, բայց ինքը էլի կարմիրով, դպրոցն է կարմիրով քույրականն է ավարտեց։ Չէ, իրանը չի։ Այս ինչ որ հիմա ինքը ընտրել է դա է ճիշտ, որտեղ 21 տարեկան հստակ ցույց է տալիս, որ խորացի քո սիրած մասնագիտության մեջ։ Էդ էլ ասեցի որն է իրանցից, բայց օրինակ որը կարելի է։ Կարող է փաստաբանություն անի վաղ թե ուշ, բայց միանգամից պետք չի դա ու հետո իր առանձին ինչ են ասում կանտորան ինչ, իր օֆիսն ունենա։ Հետո որտեղ իրան սեփականություն աշխատանքի այդ մի քիչ բիզնես բառը Այն չի էլի, որ ստեղ ասեմ, իր սեփական բիզնեսն ունենա։ Եթե ինքը հիմա փաստաբանական գրասենյակ ունենա, ես չեմ ասի, որ դա քո սեփական բիզնեսն է։ Ես բիզնեսն առևտուր եմ պատկերացնում։ Էս չէ։ Այդ իր աշխատանքն է, իր աշխատատեղն է, իր կազմակերպությունն է, իր օֆիսն է, այսպես կարամ ասեմ։ Եվ իրան խորհուրդ տրված է դա։ Մի խոսքով նորմալ կընթանա, բայց անձնականը դեռ շուտ է ու էս էլ որ հիմա իր մոտ կա դա ոնց որ թե երկարատև չի։ Այդպես, էլ ինչ ես ուզում։ Բոլորիդ փսակեցի։ Այն տողն էլ փսակեցի, այս աղջկան էլ փսակեցի, չես աղջկաները չեմ փսակել։ Քրոջս մյուս տղեն է դուրսն է, այն տղու աղբերն է դուրսն է, չիտենք պիտի մնա դուրսը դե պիտի կա Եվրոպա է։ Որտեղ է։ Չեխիա։ Ահա, բի հոգնեցի։
Ասա հələ թիվը է տղայի։ Ինչի է գնացել։ Աշխատելու, աշխատել է, տարին լրացել է արդեն, աշխատելու։ Կիրակի է ծնվել։ Սենտիմենտալ տղա է։ Ինքը լուրջ հիմնարկում է աշխատի, լուրջ մարդկանց հետ աշխատի։ Շատ։ Ինքան լուրջ որ փաստաթղթերը նորմալ է։ Մի քիչ կասկածում եմ իրա գալուն։ Ինքը արդեն ոնց որ թե սիրում է այդտեղ, բայց իրան ավելի ուրիշ երկիր է լավ, քան այդտեղ։ Միտք ունի որ ուրիշ երկիր գնա, էլի Եվրոպա, բայց տեղափոխվի ուրիշ երկիր։ Հա, այդ Չեխիան այդքան Իրանը չի։ Չեխիան այդքան իրենը չի, ինքը Գերմանիա էլ կարա գնա, էլ ուր կարա գնա։ Մի րոպե։ Հետաքրքիր բան կա, որ Իրան արաբական, թուրքական, մուսուլմանական երկրներ էլ է տալի, ասում է, որ վատ չի լինի քեզ ընտեղ, բայց Ռուսաստան խորհուրդ չեմ տա։ Ռուսաստան չի սիրի։ Խորհուրդ չեմ տա, այնտեղ այն չի։ Ոչ թե որ Ռուսաստան լավ չի, այլ իրեն լավ չի, իր համար լավ չի Ռուսաստանը։ Չի, դեռ չի կա։ Ես իրան դեռ Հայաստան չեմ տեսնում։ Ինքը փող կաշխատի, իրան մտքին է տա, ինքը սեփականություն ձեռք կբերի, ամուսնություններ, մի քիչ դժվարություններ ա, անուն տնող հատկություն ունի, բայց ինքը հիմա մենակ չի։ Ինքը ամուսնացած է, երեխա։ Երկու երեխա է իրան տալիս, այնտեղ ածեղ ջուր է, երկու երեխեք է։ Բանա, հա, երկու, ոնց են ասում, միասեռ, նույն սեռի երեխեք։ Երեկա դաղջիկ։ Ալմաստ, այս տղան թող աշխատի, իր ընտանիքի համար աշխատի ու չգիտեմ ինչ անի, էլի մի քիչ չգիտեմ իսկ կոկոնից ընտանիքում վեճեր չլինի։ Մի քիչ ընտանիքը այն դուրս չեկավ, այն չի։ Հասկացար, ասա եթե ուզում ես ընտանիքդ պահես, ուրեմն կարգին եղեք մարդու կնեք իրար հետ։ Այ հա առանց իմացելու չգիտես, որ այդպես պետք է լինի, կասեք էլի, բայց այդտեղ մի քիչ վտանգ է երևաց զույգերի հարաբերություններին, վտանգ է ցույց տալիս, որ այդքան սերտ չի։ Ու հիմա է դա, հիմա։ Այդպես, հիմա ինչ էլ ասես, ինքը մեկա չի ընդունի, որտեղ արդեն հասունացել է, այդ երկիրն էլ ինքը փոխելու է, երևի ճիշտն էլ այտենց կլինի։ Հայաստան գալն է կասկածում եմ, չնայած տեղ իրան վատ չէր, շատ էլ ասում ես աշխատ, մեքենաների հետ է գործ ունենալը, տրանսպորտ է իր մոտ ցույց տալիս։ Ինչ ես ուզում, չի գա դեռ ինքը։ Հա, թող չկա, թող իր ընտանիքին անի հետը էստան իրար հետ ապրեն։ Հա, խելոք թող ապրեն։ Հա։ Դուք էլ մի խառնվեք։ Չէ, մենք ընդհանրապես, մենք մոշկուր չենք իրանց ինչ խորքուր ենք։ Մենք շատ մի խոսքով դրոշը ձերքիդ ընտանիքները ղեկավարում ես։ Ղեկավարի, բա ինչ, եթե մի բանը լուրջ անում ես ընտանիքի համար, ինչի՞ չէ որ։ Այն գուրզը միշտ կեսրարս ասում էր բոլոր կնանիքի գլխին ամեն առավոտ ձու է ածում։ Ասում եմ միշտ պետք է գուրզը պահես գլխին։ Մի օր միտեղ ասեցի, այդ որտեղ եմ ասել, կիսաբացներ հիշում ես կիսաբաց պատուհանները։ Հա, չեմ հիշե Հրաչ Մուրադյան։ Մի օր այդտեղը տենց բան ասեցի, դե ազատ խոսում են բոլորը։ Ես էլ ազատ խոսող մարդ եմ, ինչ ունեմ կաշկանդվելու։ Այդ ասեցի, այնտեղ մի քանիսը բան արեցի, ոյ, ինչ սոտիստական, այդ ինչ նորմալ բան է, հին հայկական ասացվածքա ու ճիշտ է։ Կնոջներ, հիմա այդ տղամարդու գուրզը կնոջ ձեռքից պակասել է, դրամարկինը բարձրացել է վերև, տղամարդ իջել է ներքև։ Շուռ է եկել։ Աշխարհն էլ է շուռ եկել, տես ինչ է կան, տղամարդը դարել է հեչ բան։ Կինն է լիդերը, կանանց դարաշրջանում են գտնվում, այդքան ճիշտ չի տա։
բայց դիք շատ սխալ է։ Ես Շատ։ գեղեցիկ եմ, ամեն պատարագին Տիգին Լուսյան։ Ճիշտ ես ասում։ Դեր հայրը կհայտնի ամենափրկիկը, Հա։ կհայտնի որ տղամարդիկ պիտի դա նրա պես առաջինը լինեն, հետո կանայք, բայց մեր կանայք հավասար տղամարդկանց հետ կպայքարեն։ Հիմա տենց է դառը, ճիշտ է, այն հաղորդություն ստանալուց պետք է տղամարդը գնա նոր կինը, հիմա կնիկը քշում է թում առաջ։ Հա։ Էդ էլ չկա արդեն, այդ արդեն եկեղեցին էլ է երևում։ Ամեն պատարագին նույն դեր հայրը կհայտնեն, նույն գործողությունը կկատարեն։ Հիմա ով է տեր հոր ուշադրություն դարձնում, ով ինչ հարմար է անում է։ Հա։ Այդ կանայք են, կանայք։ Կին իշխանություն է, դրա համար մեր վիճակը էս է։ Այդպես է, հա դու էլ ես կին, հիմա չեմ ասում պեչատը ձերքը տա, դրոշը ձերքը տա, դե մի արա, չես կարա չանես, դե լավ, Դե ամուսինի մի կին իշխանություն չկա։ եթե ինչ է նշանակում, որ ամուսին չունի պիտի դեցլնի, ոչինչ, լավ, Աղմաս ջան, տնաբարի խոսեցինք, հանգստացանք, Շնորհակալություն, Տիգին Լուսյա ջան, շատ շնորհակալ եմ։ խնդրեմ, եկեղեցի գնացեք եկեղեցի, Աստված ձեզ օգնական, Այո, Աստված բոլորիս օգնական, նախ առաջինը առողջություն, մեր երկրին է խաղաղություն։ այդ խաղաղությունը կլինի, հիմա էլ է խաղաղ, ուղղակի իրար մի գզեք, այդքան բան, դե լավ, դե համբերություն ձեզ, Աղմաս ջան, լավ, Շատ շնորհակալ եմ, Տիգին Լուսյա ջան, շատ, խնդրեմ, ստեսություն։ Այս 3 զանգն էլ եղավ, թեթև զանգեր են, ինչ չզայրացրեցին ոչ մեկ, ոչ ոք չզայրացրեց, այս լենականցին էլ լավ էր, այս կին Աղմասը, բոլորն էլ նորմալ են, որտեղ բոլորը խնդիրներ ունեն, ամեն առաջինը կուզենայի, որ Հասմիկի ամուսինը կազդուրվեր, լավանար, ու կլավանա, թառողջ լինեն բոլորը, հիմա մենք արդեն այցեղ ջուրում ենք, դեկտեմբերի 22-ից այցեղ ջուր մտանք, մինչև դեկտեմբերի 22, հունվարի 22, 23, միշտ 1-2 այս կոմենքում լինում է, ինչ է Իրանից ներկայացնում, ծայրահեղություն, դա մեր նշանն է, հիմա Հայաստանը ակտիվ վիճակ է, քանի որ Արևն է այցեղ ջուրում, Հայաստանն էլ այցեղ ջուր է, իրեն ծայրահեղություն է ներկայացնում 50-50, ու Արևը մեզ այդ կյանքն ու կամքն է, և մեր արամածն է, Արևը հիմա հայերին, հայ ժողովրդին, հայ սահմաններին, տուն, տեղ, ընտանիք, բոլորին սիրում է, դրա համար հիմա շատ լավ շրջան է, շատ լավ ամբողջ համարյա այցեղ ջուրը, դեկտեմբեր հունվարն է, լավ շրջան է, արեք են, ինչը կիսատ եք թողել, արեք են, ինչը որտեղ գտնում եք, տեսնում եք, ազնիվ է, արդար է, վեհ է, այցեղ ջուրը, բարձր է, ինքը բարի է, ինքը խոտակեր է, ինչքան կարակ լավն ու բարին եղեք, բայց այցեղ ջուրի հիմա այդ շրջանը ոսկորներն է, հիվանդությունները թույլ տեղը, հոդերն է, ոսկորներն է, նաև ստամոքսն էլ է տալիս, ու ինչի մեր կանանց հիմնականը հիմա տղամարդկանց էլ է վաղուց սկսել, շարդեն վաղուց է դա, հիմնական հիվանդությունները հարվածը խփում է գոտկատեղից ներքև, նայում եմ էլ փողոցում դժվար են քայլում, ինձ մոտ էլ է այտենց, որտեղ մենք այդ նշանի տակ ենք, ոտքերն է, հոդերն է, մեջքն է, ընդհանրապես ստամոքսն է, գոտկատեղից ներքև բոլոր հիվանդությունները ու ոտքեր ուռում են, դա ոչ թե մենք բժիշկներն ասում են անոթներն է, դա ահավոր մենք կենցաղին կարճացենք։ Մեր հայ ժողովուրդը այս վերջի տարիներին շատ է կենցաղից կարճացնում, տեղ ընտանիք ամեն էսա ու իրար չեն հասկանում ու քաոս է ստեղծվել։ Աշխատեք դուրս կան կենցաղից, իրականը հոգևոր, այ 26 թվականը նաև հոգևորի տարի է համարվում, որ
հոգևոր արթնացում, հոգևոր զարգացվածություն, հոգևոր գաղափար։ Դա ինչա նշանակում։ Իրականությունը ինչ կա աշխարհում տեսեք շոշափելին, թուղթ ասպիտակ գրելու համար, ուրիշ ոչ մի բան։ Իրականը նայեք, լույսը նայեք, ուրիշ բաներ մի մանեկեք, որպեսի ծայրահեղությունների մեջ չընկնեք ու չընկնեք, չկոտրվեք, որտեղ այս ամիսը չի բացառում կոտրվելու, ընկնելու հարվածները շատ լինի։ Ատամները որտեղ կա ոսկոր, ողնաշար, ոսկոր, հոդեր, որպեսի խնդիրներ չառաջանա այն մարդկանց, ովքեր ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Ապրեք ազնիվ ու արդար եւ համբերատար։